Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է երաժշտական բացառիկ թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր եւ իհարկե հետաքրքիր նորություններ։ Բայց մինչ այդ շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրքում եւ Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասնի խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ այս երաժշտի ֆանատները շատ են։ Երբ որ ես նրան ինձ մոտ տաղավարում հրավիրեցի, նամակների տեղատարը, մեկնաբանություններ։ Շատերն ասում են, չենք ճանաչում, որովհետև վաղուց նա տևական ժամանակով բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Նա Հայաստանում է եւ ունի շատ լուրջ նորություն, այնպես որ Տիգրան Պետրոսյանին ձեր թույլտվությամբ ասեմ բարի գալուստ Տիգ ջան։ Շնորհակալություն, ողջույն։ Դու գիտես, ես այն ընկերներից եմ, որ սիրում եմ բոլոր քո նորությունները առաջինը ներկայացնեմ։ Այդ այն թվերից է էլի եկել։ Այո, ոնց որ ես շնորհակալ եմ քեզ, որ դու այդ ավանդույթը պահում ես, ամենակարևորը։ Իսկականից ավանդույթ է դարձ։ Տիկ դու մի քանի ամիս առաջ ինձ մոտ տաղավարում էիր, ասիր ձին վերադարձել եմ։ Ուզում եմ նորություններ անեմ, աշխատեմ ու ոնց է այս ամիսների ընթացքում։ Շատ լավ, ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։ Հա։ Իսկապես շատ է կարոտել եւ կբացենք մի գաղտնիք։ Սկսիր։ Ուրեմն մարտի 10-ին։ Մի քանի օրից։ Այո, նշելու եմ իմ Հոմբելյանը։ 50 տարին։ Կես դար ապրած ընկերս հետո։ Եվ այդ կապակցությամբ մենք ուզում ենք մի շատ լավ համերգ տանք Հայաստանում, Երևանում, Մհեր Մկրտչյանի դահլիճում, թատրոնում։ Շատ լավ։ Իսկ հոբելյանական երեկո է փաստորեն, լինելու ես դու բենդ, ընկերներ, Ես եմ լինելու, այո, Սերգեյ Այվազյանի բենդն է լինելու։ Իմ շատ լավ ընկերը։ Այո։ Իսկ մնացածը չասենք։ Եկեք չասենք։ Շատ լավ, դե ես այնտեղ եմ լինելու, ամբողջ իմ ստորիներից կտեսնեք ինչա լինելու։ Տիկ, բայց մի բան էլ, հա։ Հիմա դու սենց խոսում ես, դու ունես բավականին լուրջ լսարան, այն էլ տարբեր տարիքի, հա, սերունդ է քեզ սիրում, բայց դա ինչ է նշանակում, հատուկ հրավերքով է, թե ժողովուրդը դեռ ունի մի տոկոս հնարավորություն գա։ Հատուկ հրավերքով է, իհարկե, որովհետև դա դե իմ ծննդյան օրն է եւ ես կուզենայի այդ օրը որպեսզի հավաքվեին իմ մոտիկները եւ բարեկամները, մտերիմներս, ընկերներս, կարելի ասել արդեն դահլիճը sold out է։ Դե ընկերն հետ քիչ չեն։ Դիք մի հարց էլ, իսկ հնարավոր է այս ծրագիրը, որ նախապատրաստվում է, փաստորեն լուրջ ծրագիր եք պատրաստում։ Լուրջ ծրագիր ենք անում։ Կարող է տենց մտածեք ձեր իսկապես հետևորդ լսարանի մասին, մի քանի անգամ այդ համերգը կազմակերպվի։ Սերգեյ ինչ է ասում դրա մասին։ Անպայման, ես շատ կուզենայի, որպեսզի մեծ դահլիճներում կազմակերպեինք այդ համերգները։ Շատ լավ։ Թեկուզ լիներ համերգաշարեր։ Դե դա եմ ասում, էլի, դու չմոռանաս, որ բավականին լուրջ ինձ նամակներ են գալիս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, եւ այն որ ասում եմ մեր սերունդը, որը որ կարոտած էր Տիգրանին, այս հարցը շատ է տալիս։ Հիմա լսելով քեզ այդ նշանակում է Տիգրան ջան համերգները սկսիր։ Այո։ Դու են որ բեմի տղա այն որ ասում է ոչ թե ավելի շատ ռեստորանային համալիրների, հա, բայց չենք ուզում ավել այն որ ասում է չակերտ բացենք, ընկերներով գանք վայելենք։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ այնտեղ գլխավոր կերպարը լինելու է մեր ժպիտի Գարիկը։ Օ, արդեն տեղյակ ես։ Այո։ Ասում եմ մեկ հարաբերությունը գիտի մեկ ձինան։ Այդքանը ասեմ հերիքա, չէ։ Այո։ Շատ լավ։ Բայց ես այնտեղ եմ լինելու, բնականաբար ստորիներս մի քանի բան կհասկանանք, բայց ես ամեն նախապատրաստել եմ հատուկ reels։ Քանի որ մի փոքր գաղտնիք արդեն բացահայտեցիր, ասեմ որ մենք շատ լավ մտերիմ ընկերներ ենք Գարիկի հետ։ Ժպիտ ակումբի այն դեռ 90-ականներից Գարիկը երբ որ սկսում էր շոու բիզնես Հա, բոլորին հավաքեր։ Հայաստանում, այո, շատերը դեռ սովորում էին։ Դու վերջի բամբասակը լսել ես, որ ասում են Ձինա Ակոպովնան եւ Ժպիտի Գարիկը պահվում են ֆիլերների մեջ։ Դու լսել ես դրա մասին։ Չէ, լսեցի համար նորից։ Եթերից հետո կպատմեմ, տեսե որանք չեն մեծանում։ Շուտվա բան գասանք։ Դե հիմա որոշը շատ են ասում են, դե նոր սերունդ է գալիս սենց, բայց մեկա Գարիկը եւ Ձինան, ինչի դե շոտ հաճելի է, բան չունեմ ասել, բայց որ ֆիլերի մեջ ենք պահվում, այդ լրիվ վերջն։ Կան մարդիկ, որ երբեք չեն ծերանում։ Հա, դե դու մեր շարքերը կարող ես գրավել։ Շատ լավ։ 50-ամյակ, ասում են 50-ամյակից հետո իմ ընկերները շատերը, դեռ հələ ես 50 չեմ, էլի։ Ասում մի տեսակ կյանքը փոխվում է։ Ամեն ինչ սկսում ես ավելի լուրջ նայել, չգիտեմ, հարմարվում ես տարիքի հետ։ Ինչ ես կարծում, կարող է այդ օրվանից հետո փոփոխություններ լինեն նկատի։ Չգիտեմ, 10 օրից արդեն բարձ կլինի։
Շատ լավ, դիք իսկ ինչ ունենք ողջ տարվա ընթացքում, ինչ ես պատրաստվում անել, կիսատ գործեր կան, չգիտեմ, ստեղծագործություններ։ Ունեմ նոր ստեղծագործություններ գրված, դեռ ավարտված չի։ Հուսով եմ, որ կավարտեմ եւ մեր ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու։ Այսինքն մենք դեռ քեզ Երևանում տեսնում ենք, տեղ չես գնում։ Իհարկե, ես Դիք բայց ես հոգով սրտով եւ մարմինով այստեղ։ Ստորիներից մեկում տեսա, որ դու մեկնել էիր Ռուսաստանի Դաշնություն, բայց ոնց որ համերգի էր գնացել ու վերադարձել։ Համերգի, հա։ Հա, այսինքն Լինում է, որ այո, Հա, կանչում են հյուրախաղերով գնում եմ գալիս։ շատ լավ։ Իսկ քանի որ իր ծնունդը բնականաբար մենք պետք է անենք նվեր, չնայած ես արդեն նվեր եմ իր համար, ասո որ տենց է։ Դիք ես գիտեմ, որ միջև ամսի 10-ն այսօր մենք ունենք հոբելյարներ։ Խնդրում եմ, շնորհավոր էլի իրանց։ Ես կուզենայի բոլոր հոբելյարներին շնորհավորել։ Լավ եղեք, ուրախ եղեք, լավ տրամադրությունով։ Եվ իհարկե ես ջութակով միշտ ձեզ հետ եմ։ Այո։ Դե լավ երաժշտությունը ջութակով մի քանի րոպեից, որովհետև ես քեզ համար նախապատրաստել եմ բլից հարցեր։ Պահո։ Արի ճաշակդ տեսնենք ինչպիսին է, երկար չմտածես դիք։ Հանգիստ։ Պատրաստ ես։ Ամսի 10-ից հետո արդեն կսկսեմ երկար մտածել երևի։ Գնացինք։ Օրը սկսում ես ժամը 8-ից։ լուրջ ես ասում, թե 9-ից։ Հա, լավ։ Արավոտ 9-ից լավ, հա։ 9-ից ճիշտ է։ Արավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Հա։ Իսկ նախընտրելի ուտեստ ունես։ Իհարկե։ Որն է։ Մամայի պատրաստած սալատ։ Սալատ։ Այո։ Որ արդեն ուզում եի լսեի կաղա տոլմա բորշ, բայց մամայի պատրաստած։ Այդ շարքը։ Քանի որ խոսացինք առավոտյան մասին։ Շատ լավ։ Նախընտրելի խմիչք ունես։ Խմիչք։ Կոնյակ։ Լավ, իսկ Լավ։ օղի, չէ, կոնյակ։ Հա, որ ես տեսել եմ էլի դրա համար, շատ լավ։ Իսկ նախընտրելի կենաց։ Կենաց։ Հա։ Ինձ չես համոզը դու կենաց ասող ես։ Ամենալավ կենացը դա ծնողների կենացն է ինձ թվում։ Համաձայն եմ։ Սև սպիտակ թե Սպիտակ։ լուրջ, բայց դու միշտ սևի մեջ ես, չէ՞։ Սև դա հագուստ է։ Հա, լավ։ Այո։ Երեկոյան թե սպորտային հագուստ։ Սպորտային հագուստ։ Լավ։ Իսկ նախընտրած սպորտաձև կա, որ տենց գոնե սիրում ես դիտել, եթե որ Հա, զբաղվել։ դիտել։ Հա։ Ֆիգուրնա կատանյա։ Հայերեն Հա, ասած, գեղասահքը։ Շատ լավ։ գեղասահ։ Սեր թե փող։ Ագեղծ։ Սեր։ Հաստատ։ Այդ նոր ես որոշել։ Իսկ փողոց սեր։ Արդեն գալիս է, էլի։ Գալիս է։ Մինչև 50 տարեկան արդեն սեր է, Ես էլի։ այդ իմ ընկերներս 45 պլյուսից հետո որ գալիս Հա, աստեղ հələ ասма։ փողի մեջ են։ Ասма, չէ, թոկորոք, ասма չէ, ոնց որ թե սերցին։ Այդ փողով սերերը շատ են։ Դե, ճիշտ են ասում։ Այո։ Լավ, բայց որ փողով սեր կարող ես գնել, այդ հələ կա։ Տիկ։ Այդ կա։ Չի վերանում ինձ թվում է։ Շատ լավ, ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Իր որ միշտ քեզ հետ է։ Հա, իր։ Հա։ Եթե ջութակը կարելի անվանել իր, ապա Հա, առավոտից իր։ կողքը տա, չէ՞, միշտ Այո։ շատ լավ։ Իսկ համակարգիչ թե հեռախոս։ Համակարգիչ։ Ոպրոս։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Անձնական կյանքի։ Իսկ մի բան կա, որ երբեք չես անի։ Չպարապել։ Չպարապել։ Այո։ Ինչ։ Ջութակ։ Հո, լավ։ Այսինքն ինչև խորը ծերություն դու պատրաստես ջութակետը։ Այո։ Հա։ Իհարկե, երաժիշտը միշտ նվագում է։ Լավ։ Իսկ ինչից ես վախենում։ Դե երևի ծերանալուց, հա։ Շնայած Դե քեզ մի 10 տարի հետո դրանից էլ չես վախ։ Ինձ թվում է մենք մանր սովորում ենք այդ թեմային։ Լավ, իսկ երևի երաժշտություն կորցնելուց, հա։ երաժշտություն կորցնելուց։ Շատ լավ, քո ընտրությունն է։ Իսկ ով է Տիգրանի կյանքի հերոսը։ Արամ Խաչատուրյանը։ Լավ։ Հավատում ես քո երազներին Տիգ։ Իհարկե։ Ասենք նախազգուշացնող երազ տեսնում ես, գիտես որի սիտ ես, հա, տենց, հա։ Անպայման, այո։ Լավ։ Կա տենց բան։ Իսկ ներքին ձայնիդ լսում ես։ Անպայման։ Օգնում է Տիգ։ Մեկ-մեկ այո, մեկ-մեկ ոչ։ Նրանք փոքր Տիգրան ստեղ ապրում է, որ քեզ խանգարում է։ Այո։ Տիգ ինչը երբեք չես ների։ Ների Այո։ դավաճանություն։ Լավ, ռադիո թե TV։ TV։ Կարգախոս։ Չնայած ասում են հանրային հեռուստատեսություն եւ ռադիո, որովհետեւ
Չնայած ես կապում եմ Կապում ես հետ։ որովհետև այո, ռադիոն առանց TV-ին առանց ռադիո ինձ թվում է Վերջի ժամանակահատվածում երկուսս տարբեր կարողանում ենք իդեպ ապրել։ TV-ն էլ առանց ռադիո, ռադիոն էլ առանց TV, բայց մարդկա օրինակ անհնարին է, միշտ պետք է ռադիոն է, որ ականջի տակ լսելի լինի, մարդ էլ կասում է, չէ, սա ավելավը սիրում եմ տեսնել։ այո։ Համոզեցի։ Այո։ Շատ լավ, իսկ Տիգրանն ունի կարգախոս։ Նվագիր եւ նվագիր։ Շատ լավ, այսքան աշխատանքը քո համար առաջատարն է։ Այո, եւ կարող եմ մի գաղտնիք բացել, երբ որ երեշտը նվագում է, մենք պարզապես դեպրեսիայի մեջ չենք ընկնում։ Լուրջ ես ասում։ Անկամ եթե զգում ես մի փոքր, որ արդեն ինչ որ ուզում է, գործիքը վերցնում ես, դեպրեսիան չկա եւ այլ։ Իսկ օրվա մեջ քանի անգամ Տիգրանի տրամադրությունը կարող է փոխվել։ Երևի թե ոչ մի անգամ։ Նույն տրամադրությամբ ես ամբողջ օրվա ընթացքում, չաճելի է։ Իսկ եթե լավ տրամադրություն վատն է լինում, շրջապատը զգում է, որ վատ տրամադրություն ունես։ Աշխատում ցույց տաս։ Այո։ Շատ լավ, վերջի հարցին հույսով եմ երկար չի մտածի։ Նախընտրալի հեռուստահաղորդավարուհի ունի։ Բարձրացնում էի ձայնս արդեն։ Լավ, արդեն պատասխանը բարձր։ Միշտ մամաս ասում է, ինչ ես տանում հյուրերիդ նստացնում, ստիպում ես, որ քո անուն ազգանունը տան։ Քեզանից խոսան չէ։ Ասում եմ, մամ ջան, ախր իմ տարածքում են։ Որտեղ ուզում են ուրիշ թող խոսեն իմ տարածքում, թող իմ մասին խոսեն։ Ամենայն դեպս ես որտեղ որ ասում եմ իմ առաջատարը, բնականաբար Տիգրանն է։ Դուք արդեն հասկացաք, ընկերս մի քանի օրից դառնում է 50 տարեկան եւ մեզ ընկերներիս համար նախապատրաստել է հետաքրքիր միջոցառում, խոստացավ, որ միջոցառումը, որը բավականին լուրջ է, կդառնա համերգային ծրագիր իր ունկնդրի համար։ Այո, այո։ Դիք իսկ մեզ համար հիմա թեմա կա, որ կարող ես որ ասում եմ ծնունդը այսօրվանից սկսենք, հաճելի երաժշտություն նախապատրաստել ես։ Անպայման։ Վերջացա։ Էնպես որ մոտ նստեք ձայնը բարձրացրեք, հատուկ ձեզ համար նվագում եմ տաղանդավոր ընկերը Տիգրան Պետրոսյանը։
Тигран Петросян, ваши аплодисменты бурные.